Ժողովուրդը ոչ մեկին ոչ մի բան չի կարգում Հայաստանում։ 2018 թվականին։ Չի եղել տես բան, դա էլ չի եղել։ Բա ինչ է եղել։ Հետել է կազմակերպված հատուկ ծառայությունների կողմից, ասել եմ ես դրա մասին։ Այդ ոնց եղավ որ ռուսական այդ սաղ ընկերությունները, բան Երկաթգիծ, բանկերը, Գազպրոմ, Մասպրոմ, ուրեմն բանկերը փակվեցին, աշխատողները գնացին բանի Նիկոլի միտինգի, չհասկացա։ Բանկը փակում է, աշխատողը գնում է միտինգ, Գազպրոմը չի աշխատում, ուղարկում է իր աշխատողներին միտինգ։ Սենց տենեն ծերում է Ռուսաստանի մատներ է տեղ խարը, մենակ այդ կոնտինգենտը, որ հաշվի առնենք, ինչի մասին է խոսքը։ 12 հոգով ընդեղ հրապարակում գցած էին էլի, մինչև այդ լրիվ կազմակերպվեց։ Հետո ընտրություն եղավ, չէ՞։ Ռոբերտի էլեկտորատ միլոպ է, Ռոբերտի էլեկտորատը, Սերժի էլեկտորատը, սա ընդեղ էին այդ միտինգների ժամանակ, հա ընտրություն եղավ։ 18-ին եղավ, ընտրեցին։ 18-ին եղավ ընտրություն, ես էլ ասել եմ, ընտրությունները ոնց է կազմակերպում։ Հայաստանում չի կարող լինել ընտրություն, մինչև ընտրությունը նշանակվեց ազգային ժողովի կողմից, այդ նույն ազգային ժողովում գործող Անդրանիկ Մարգարյանի կուսակցությունը պատիվն, չէ, հանրապետական կուսակցության թեթև ձեռքով Նիկոլը սկզբից դարձավ վարչապետ, ամբողջ իշխանական լծակներին տիրապետեց այդ 6 ամսվա ընթացքում, դրանից հետո կարողացավ ղեկավարել կամ տիրապետել վարչական ռեսուրսը, նոր ընտրություններն արեցին։ Դա նման ընտրություն, ես ինչ եք ասում։ Տենց ընտրություն չի լինում, այդ նշանակում է։ Միևնույն ժամանակ բոլոր ուժային եւ հատուկ ծառայությունները նպաստում էին, որ դառնար վարչապետ Նիկոլը։ Հետո էլ գնաց Սերժ Սարգսյանի հետ բանի կառավարական ամառանոցում մի քանի ամիս ապրեց, ստաժիրովկա անցավ, փորձի փոխանակում տիրապետեց, հետո սկսեց Սերժավարի աշխատել։ Հարցեր կան։ Այո, կան։